Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ասում եմ մենք մեծամասնություն ենք լինելու, չենք մտածում այդ հարցը։ Ասում են այս գլխից չենք համագործակցի։ Ես անկեղծ ասեմ, քանի որ միգուցե նաև այդ անկեղծության համար շատ ժամանակ միգուցե նաև քննադատություններ եմ արժանում։ Ես այս պահի դրությամբ որևէ մի ուժի 50+1 այս պահի դրությամբ չեմ տեսնում։ Եվ ԿՊ-ին, եւ ընդդիմադիր ուժերին այս պահի դրությամբ մեծամասնություն ձևավորելու, նաև իմ շփումների արդյունքում եմ ես դա նկատել, մեծամասնություն կազմելու 50+1-ի չկա, եւ ոչ ես ուզում եմ չգիտեմ, խաբել մեր ժողովրդին, ոչ մոլորեցնել, որովհետեւ դա իմը չէ, ես կարծում եմ, որ հավաքական ընդդիմությունը այս պահի դրությամբ հնարավորությունը ունի, կա այդ հնարավորությունը ճիշտ աշխատանքի դեպքում հնարավոր է Նիկոլ Փաշինյան իշխանությունից հեռացնել, այսօր կան ձևավորված դաշինքներ, բլոկներ, եւ իրենք հնարավորություն ունեն այդ 50+1 ապահովել առանձին վերցած մեկ ուժը այս պահի դրությամբ չեմ տեսնում։ Պարոն Դանիելյան, հնարավոր է, որ իշխանությունը, քանի որ պարբերաբար ասում է, անհնար է, որ այդ ուժերը իրենց ձայները չտան Ռոբերտ Քոչարյանին, հնարավոր է սա է պատճառը, որ ընդդիմադիր ուժերը փորձում են ասել, որ չէ, իրենց ձայները իրենց են մնալու, այսինքն այս ֆակտորը աշխատում է այս պարագայում, որտեղ իշխանությունը ամեն կերպ փորձում է հասարակությանը համոզել, որ այդ ուժերը աներկբա տալիս են իրենց ձայնը Ռոբերտ Քոչարյանին։ Այդ ուժերը ունեն առաջնորդներ։ Ես կարծում եմ, որ տրամաբանական է, որ ցանկացած քաղաքական ուժ տեսնում է իր առաջնորդին վարչապետի պաշտոնին։ Բնականաբար դա առաջնային խնդիր է յուրաքանչյուր քաղաքական ուժի համար, բայց ես անկեղծ եմ ասում, չեմ պատկերացնում, եթե հարցը գնա նրան, որ ընտրության հնարավորություն լինի այդ ուժերը ուղղակի մեզ չի տեղավորում էլի, որ կընտրեն Նիկոլ Փաշինյան։ Բնականաբար առավելագույն քվեստացած ուժը շատ ավելի մեծ հնարավորություն ունի եւ տրամաբանական է, որ հենց այդ ուժի շուրջը պիտի լինի, այսպես ասած, կոնսոլիդացիա։ Դա տրամաբանական է եւ այս առումով ես խնդիր չեմ տեսնում։ Եվ մեր դաշինքն էլ հենց հայտարարել է, որ մենք պատրաստ ենք համագործակցելու, պատրաստ ենք իշխանափոխություն անելու համար, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, խոսելու, պայմանավորելու եւ այստեղ ամենևին ոչ թե այսպես ասած մեկ անձի գործոնը եւ հանգամանքը պիտի հաշվի առնեն, այլ ընդհանուր Նիկոլ Փաշինյանին եւ ԿՊ-ին տուն ուղարկելու հարց։ Պարոն Դանիելյան, տեսեք, ցուցակի առաջին տասնյակում 2 Քոչարյան կա, սա ժողովրդավարության տեսանկյունից արդյոք խնդրահարույց չէ։ Ցուցակը բացում է տան մի անդամը, առաջին լավագույն տասնյակը եզրափակում է տան մյուս անդամը, դուք սա ինչպես կմեկնաբանեք։ Ես կարող եմ ձեզ հետևյալն էլ ասեմ, կարող է լինել 2 Կիրակոսյան, 2 Դանելյան, հիմա ազգանվան վրա մի ֆիքսվեք եւ Լևոն Քոչարյանը մեր թիմի անդամն է, Լևոն Քոչարյանը գործող պատգամավոր է եւ ես որևէ խնդիր չեմ տեսնում ցուցակում ընդգրկվելու մարդկանց եւ դա որևէ մի նշանակություն չունի։ Որևէ չեմ կարծում, թե դա խնդիր է, դա թիմն է որոշել, թիմային որոշում է եւ այդ առումով կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ է եւ ես այդտեղ որևէ մի խնդիր չեմ տեսնում։ Հյուսային Կորեայում է, էլի, որ ընտանիքով տարբեր պաշտոններ են զբաղեցնում։ Հիմա աշխարհի տարբեր երկրներում էլ երկու եղբայրեր են լինում ցուցակում, նույն Լեհաստանում Կաչինսկի եղբայրները, կա Ամերիկայի Միացյալ Նահանգներում էլ կա նման օրինակներ, երբ որ նույն Թրամփի հարազատներն ու բարեկամները էլեկտորալ պրոցեսներին մասնակից են դառնում։ Եթե ուրիշ դե հիմա իրենց որոշելիքն է, ես անգամ ԿՊ-ի պարագայում օրինակ, այսինքն եթե մարդու կին են
ցուցակում կան, ասինքն օրենքի խախտում կա դրանում։ Չէ, հարցը օրենքի խախտում չի, հարցը Դե հիմա ներքին հիմա ժողովրդավարություն երկուսն էլ քաղաքականությամբ են զբաղվում, երկուսն էլ քաղաքական գործիչներ են, ակտիվ քաղաքական գործիչներ են։ Բայց երեխեքները եկել ես թեման հարգելի գործընկերներ, ավելի ճիշտ։ Պարոն Դանիել, Ես կարճ կոնկրետ ասեմ, ես խնդիր չեմ տեսնում։ Մեր ինչ ձեզ կան ուրախացրել, պարոն Կիրակոսյան։ չէ, ձեր ասած այդ բացարձակ կապ չէ, եթերից։ Տեսեք, ուղղակի նախորդ անգամ որ հարկ եղավ որ բազմաթիվ մարդկանց պահանջել, խնդրել կամ հորդորել, որ մանդատից հրաժարվեն որպես Բայց ով է ձեզ ասել, որ պահանջել են Դե դրա համար 3 տարբերակ եմ նշում։ Բայց ախր սխալ պնդումներ եք անում, դա պնդում եք անում։ Հաստեկներ եք, հարցը Դա պնդում եք անում, դա պնդում եք անում, որը որ իրականությանը չի համապատասխանում։ Մենք տեսանք, որ իրականությանը չի համապատասխանում ձեր պնդումը։ Նախորդ այս ավելի ճիշտ այս գումարման դեպքում մենք տեսանք, որ հրաժարվեցին մարդիկ մանդատներից, որպեսզի Լևոն Քոչարյանը կարողանա Սխալ եք ասում, չեն հրաժարվել մանդատից, որ Լևոն Քոչարյանը դառնա, դրանից առաջ էլ մինչև այդ 50-րդ համարը բարբերաբար մարդիկ հրաժարվել են Օրինակ, ես առաջ այդ մի րոպե ասեմ, հարցը տվել եք, խնդրում եմ պատասխանել նաև լսեք, էլի։ Օրինակ ես, որ падգամավոր եմ դարձել, 1 տարի ուշ եմ падգամավոր դարձել։ Մարդիկ կան, որոնք որ ես 35-րդ համարն եմ եղել, մարդիկ կան, որոնք հրաժարվել են, ես եկել եմ падգամավոր եմ դարձել։ Դրանից հետո այլ գործընկերներ են հրաժարվել, այլ падգամավորներ են դարձել։ Հետո 1 տարի, 2 տարի, 3 տարի հետո այլ падգամավորների։ Հիմա այսօր ունենք նոր падգամավոր, որ ուրիշ էլի մեկը չի վերցրել падգամավորական մանդատը, վերցրել է պարոն Համբարձումյանը։ Հիմա ես այդտեղ որևէ մի ինտրիգ, որևէ մի բան չեմ տեսնում, բան չկա էլի, խնդիր չկա։